2027 թվականից կառավարությունը պատրաստվում է մեկ ամբողջական ցանց ստեղծել հեռախոսները գրանցելու համար, ինչպես է դրան վերաբերվում։ Չէ, դա Իհարկե ահավոր է դա։ Կառավարությունը շատ է մտնում ամեն մեկիս կյանք արդեն։ Խոհանոց հեսա շուտով կհասնի տեղաշորներս էլ։ Ինչքան ուզում եք հարցում արեք, ինչ ուզում են անում են մեկա։ Տեղյակ չեմ ճիշտ ասած այդ ոչ դրանցից։ Հեռախոսները պետք է գրանցվեն 2027 թվականից եւ ըստ այդ համակարգի մասնագետները ահազանգում են, որ տոտալ վերահսկողություն է լինելու։ Ինչ կարծիք ունեք, անհանգստանում եք արդյոք։ Ճիշտ ասած չի լսել դրա մասին, բայց իհարկե անհանգստանալու է։ Որովհետև պետք է բոլորիս ուրեմն հսկեն ամեն ինչը էլի։ Չնայած արդեն մենք հսկողության տակ ենք ամենայն դեպս, բայց ավելի բուրըն կլիներ այդ հսկողությունը։ Կարծում եք արդեն վերահսկողությունը կա։ Կա, իհարկե կա։ Միշտ էլ եղել է սոցցանցերը։ Ես գտնում եմ, որ շատ հարմար է։ Ինչու։ Ինչու, որովհետև ես էլ եմ օգտագործում ամեն ինչ, օգտվում եմ ամեն ինչից ու որպես դրսի հայ, ես կարող եմ ասել, որ ամեն ինչ կատարյալ, ամեն ինչ նորմալ է, ես շատ գոհ եմ։ Իսկ չեք կարծում, որ այդ բազան տվյալների շատ հեշտ կարող է թիրախ դառնալ խակերների համար օրինակ։ Նայեք, ուզենք, չուզենք, վերևից ամեն ինչ լսվում է, նայվում է, գարտացվում է մինչև 1 միլիմետր։ Ինչից ենք մենք վախենում։ Վերևից ինչ նկատի ունեք։ Կոսմոսից։ Հասկացա։ Ճիշտ ասած կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև օրենքը դեռ հստակ չի, կողմի ու դեմի համար էլ ոչինչ չեմ կարող ասել, երևի պետք է լայն ուսումնասիրվի, որովհետև դժվար է տենց համախմբել ու ինչ-որ լուծում տալ, ոչինչ այս պահին չեմ կարող ասել ավել։ Մասնագետները ահազանգում են, որ դա թիրախ է լինելու խակերների համար, քանի որ բոլոր տվյալները լինելու են մեկ տեղում հավաքված։ Դե չէ, որովհետև խակերներին ամեն ինչ հիմա էլ թիրախավորված ենք բոլորս, կարծում եմ բոլորս ենք թիրախի տակ արդեն օգտագործելով նման բջջայիններ։ Ես գտնում եմ, որ պետք չի գրանցել։ Ինչի համար։ Բայց ինչու համար գրանցեմ։ Իմ հեռախոսը ինչու համար պետք է գրանցվի։ Ես չեմ ուզում, որ ինձ վերահսկեն։ Այդքան բան։ Ես դա գնահատում եմ որպես հանցագործություն գործող իշխանության կողմից։ Ինչու։ Եվ չեմ զարմանում։ Ինչու է կարծում, որ դա այդպես է։ Որովհետև 8 տարի դա է ապացուցում։ Դա վերահսկելու ձև է, իշխանությունը վերահսկի եւ ձեզ եւ ինձ, որին ես դեմ եմ։ Իսկ ձեր կարծիքով ինչ պատճառներ ունեն վերահսկելու, ինչի համար։ Որովհետև շամպես վախենում են։ Այս ժողովրդից իրանք էլ բան չունեն, այս ընտրությունները իրանց համար բարոյական պարտություն էր, ընդդիմության համար համեստ հաղթանակ։ Ես մտավախություն չունեմ եւ դա ամբողջ աշխարհով տարածված ձև է անվտանգության։ Դա հեռախոսների կարծում եմ օրինական ներկրման հարկերից խուսափելու դեմ է, կարծում եմ այդպես։ Անկեղծ ասած, եթե մեզ ուզենան գաղտնա լսեն, կլսեն եւ դա նույնպես անվտանգությունից ելնելով է։ Ես դեմ չեմ թող գաղտնա լսեն, անկեղծ ասած։ Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Անկեղծ ասած, պետությունը իր անվտանգության հետևից պիտի գնա ու չափանիշներ գոյություն ունեն միջազգային, կարծում եմ մենք էլ պետք է հետևենք։ Իսկ մասնագետներ կան, որ ահազանգում են, որ այդ բոլոր տվյալները, որոնք որ մի բազայում են գտնվելու, թիրախ են դառնալու խակերների համար։ Չէ։ Ճիշտ ասած, չեմ կարող այդ պատասխանել այդ հարցին, որովհետև դա խիստ մասնագիտական է, չեմ տիրապետում, չեմ կարծում, որ մեզ այդպես վտանգի տակ կդնի մեր պետությունը։ Ես ճիշտ ասած դրական չեմ վերաբերվում, որովհետև հեռախոսը այդ անձնական օգտագործման իր է, որին իրավունք չունի ոչ մեկը, ոնց ասեմ, կոնտրոլ անի։ Իսկ վտանգներ տենում եք այդ։ Իհարկե տեսնում եմ։ Վերահսկողությունը, անձնական խոսակցություններ են, շատ բաներ կարան քննարկեն հեռախոսով մարդիկ իրար հետ, որը նորմալ չի, որպեսզի հսկողություն լինի։ Իսկ ձեր կարծիքով այդ հսկողությունը արդեն չի կատարվում, օրինակ գաղտնալսումները։ Կատարվում է, բայց երևի այն կարգի չի, ինչը որ երևի նախաձեռնում են, որ անեն։ Դրա համար էլ նախաձեռնվում է երևի թե։ Իսկ ձեր կարծիքով ինչի համար է դա իրանց պետք։ Չեմ կարող ասեմ, երևի որ հսկեն մարդկանց անցուդարձը կատարվող ներքին ինչ-որ բաներ կա, երևի որ ուզում են ստուգեն։ Իրանց ասելով ես փախած եմ, ես իրավունք չունեմ խոսի, փախած մարդը իրանք Ղարաբաղից փախած են իրանք հանվանում, բայց իրանք Թուրքիա համար կոֆե են մատուցում, ես ինչա